Կարմիր էջեր կանաչ ապագայի համար։ Այս խորագիրն էր գրում Տավուշի մարզի Այգեձոր գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքը աշխարհագրություն առարկայից։ Այն նվիրված էր Տավուշի մարզի Կարմիր գրքում գրանցված բույսերի եւ կենդանիների պահպանությանը։ Ամիսներ շարունակ դպրոցականները ուսուցչի հետ միասին ուսումնասիրել եւ հետազոտել են Տավուշի մարզի Կարմիր գրքում ընդգրկված բուսական եւ կենդանական աշխարհը։ Նրանք իրականացրել են հարցումներ, հավաքագրել տեղեկություններ եւ այդ ամենի հիման վրա ստեղծել գիրք, որը պատմում է Տավուշի բնաշխարհի եւ դրա պահպանության կարեւորության մասին։ Գիրքը հասանելի է նաեւ օնլայն տարբերակով, ինչը հնարավորություն է տալիս ավելի մեծ լսարանին ծանոթանալ կատարված աշխատանքին։ Դուք ձեր շրջապատում կարող եք տեսնել այնպիսի բույսեր եւ կենդանիներ, որոնք չմտածեք էլ, որ Կարմիր գրքում ներառված են, բայց այսօրվա նախագծի արդյունքում մենք կճանաչենք մեր Տավուշ աշխարհի Կարմիր գրքի պատկանող բույսերը եւ կենդանիները։ Ներկայացնենք, թե ինչ ենք հասկանում Իջևանի ֆլորիստական շրջան ասելով։ Իջևանի ֆլորիստական շրջանը բուսաշխարհական տարածք է Հայաստանի միսարևելքում, որն առանձնանում է իր բուսականությամբ, էներգիայով, ֆլորայով եւ էկոլոգիական պայմաններով։ Այն ընդգրկում է Աղստեր գետի ավազանը եւ հարակից լեռնային տարածքները։ Մենք կատարել ենք նախագծային աշխատանք, թեման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի կենդանիների եւ բույսերի Կարմիր գրքի ստեղծումը։ Նախագծի նպատակն է պահպանել գրքում ներկայացված կենդանիների եւ բույսերի տեսակները եւ բարձրացնել հանրության իրազեկվածությունը թեմայի շուրջ։ Մեր պրոդուկտներն են գիրք, որից ունենք մենք նաև էլեկտրոնային տարբերակը, տեղեկատվական գրքույկներ, որոնց ներսում դուք կգտնեք QR կոդ եւ սկանավորելով այն կտեսնեք մեր ամբողջ աշխատանքը։ Եվ ունենք պատրաստած պաստառ եւ մեր բոլոր տեղեկությունները, որը մենք վերցրել ենք Հայաստանի Հանրապետության բույսերի եւ կենդանիների կարմիր գրքերից, որոնք անցնում են պաշտոնական փաստաթղթեր։ Աշակերտները իրենց աշխատանքները ներկայացրին ներկաներին, ընդգծելով, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր փոքր ներդրումն ունենալ բնության պահպանման գործում։